Սիրելի իմ ժողովուրդ, ունեք խնդիր հոդերի, ցավում է, իհարկե ունեք քաշի ավելցուկ, իհարկե կալցիումը պակասել է, իհարկե նաև ձեր աշխատանքից ելնելով ամբողջ օրը ոտքի վրա աշխատում եք, ուրեմն այս բաղադրությունը հենց ձեր համար է, ինչ պետք է անենք, վերցնում ենք իհարկե չիլի պղպեղ, իհարկե, տեսեք ցույց տամ, որն է չիլի պղպեղը, կարող եք կամ թարմա վերցնել սուպերմարկետներից, աղալուց հետո հյութը օգտագործել, կամ եթե չունեք, ապա այդ դեպքում վերցնում ենք չիլի պղպեղի աղացած վիճակը պակետներով եւ լցնում իհարկե բաժակի մեջ ավելացնում վրան ջուր, երման ջուր ավելացնելուց հետո այն 1 ժամ հետո արդեն պատրաստ է օգտագործման, որովհետև տվեց արդեն իր կծուն ջրի մեջ եւ ինչ ենք անում, լցնում ենք որևիցե թասի մեջ, թասի մեջ և վրան իհարկե ավելացնում ուշադիր վազելին, վազելինը խառնում ենք, տեսեք խառնում ենք վազելինը, խառնում ենք, դարձնում, տեսեք ջրային մասսան գրեթե, տեսեք ջրային մասսան գրեթե վերացավ, դառնում է կրեմա նման, ինչքան կծու, այնքան ձեր օգուտն է, մի ասեք, Տիկին Վահանյան, ինչքան ինչ բաղադրություն, պարտադիր չի, ինչքան կծու լինի, այնքան այս բաղադրությունը շատ ավելի բարերար կազդի ձեր հոդերի վրա, ինչ ենք անում, այնուհետև վերցնում ենք մոմլատ և իհարկե հեսա մեր մոմլատը և իհարկե կսում ենք ծնկներին, հոդերին, ընդ որում ինչու համար ռեզինե ձեռնոցներ, որովհետև եթե ձեռքով այն կսենք, ապա կարող է ձեռքը հետո մենք օգտագործենք դեմքի կամ որևիցե միտեղ կամ բորբոքի մաշկը ձեռքի, դրա համար անպայման հագնում ենք ռեզինե ձեռնոցներ և տեսեք, վերցնում և կսում, տեսեք, ես կսում եմ, բայց իմ շատ սիրելի ժողովուրդ, եթե տեսնում եք, արդեն մոմլատը դնելուց հետո, եթե տեսնում եք և կապում ենք, ֆիքսում ենք, եթե տեսնում եք, որ այն շատ է այրում, ապա այդ դեպքում հանում ենք, մաքրում ենք, լվանում ենք և այդ այրոցը կվերանա, բայց եթե տեսնում եք թույլ է, թողնում եք մոմլաթը, այնուհետև փաթաթում որևիցե շորով, որպեսզի տաքանա, որպեսզի այն ավելի ազդեցություն ունենա, տաքացնի, այրի, որովհետև կսելուց հետո դուք կտեսնեք, որ այրան շրջանառությունը լավացել է, իսկ եթե այրան շրջանառությունը լավանում է, ապա լավանում է այդ հատվածի նյութափոխանակությունը, եթե կա բորբոքային վիճակ, վերացնում է բորբոքում է, եթե կա ցավ, վերացնում է ցավը, եթե կա վիրուս, միկրոբ, որ այդ բորբոքային վիճակում է, այն չեզոքացնում է, այրան շրջանառությունը լավացնելով ձեր հոդերի ցավը անցնում է, այն ունի տաքացնող հատկություն, հակաբորբոքային, հակավիրուսային և ամենակարևորը ես ձեզ ասեմ, եթե շատ է տաքացնում, ապա մոմլաթը հանում ենք, իսկ եթե քիչ է, ուրեմն մոմլաթը թողնում ենք, նույնիսկ անգամ կարող եք քսել հոդերին, ծնկներին և պարտել քնելու, բայց առավոտյան վեր ենք կենում, մաքրում ենք, լվանում ենք և իհարկե կսում ենք որևիցե վազելին կամ ձիթապտղի յուղ կամ որևիցե քսուկ, որպեսզի բորբոքումը վերանա, որպեսզի այնտեղ խնդիր չառաջանա։ Իմ շատ սիրելի ժողովուրդ, իհարկե այս դեպքերում, եթե կա ցավ, եթե արդեն խնդիր է կամ սոնոգրաֆիա եք արել և երկրորդ, երրորդ աստիճան
4-րդը արդեն օպերատիվ միջամտություն է, ապա այդ դեպքում երկրորդ, երրորդի դեպքում պետք է կատարեք պլազմոթերապիա, չէ որ պլազմոթերապիան միակ բուժումն է կամ կարող եք գելներ արկել, որպեսզի այս երկու հատվածը որ կա ոսկրերի, որոնց մեջ պետք է լինի հեղուկ, միջհոդային հեղուկ, ձեր մոտ դա պակասել է, իսկ ոսկրերը, եթե այս 4 վիճակում իրար հետ քսվում են, ապա խնդիր է առաջանում եւ բորբոքային հեղուկ է ավելանում եւ ցավն է ահավոր շատանում դրա համար եւ հետո բերում է օպերատիվ միջամտության։ Կատարեք հոդերի սոնոգրաֆիա եւ անպայման Եթե ձեզ դուր եկավ իմ բաղադրատոմսը, տարածեք բոլորը, որպեսզի տեսնեն, որտեղ կանայք արդեն 40-ից 45-ից հետո խնդիր են ունենում, որպեսզի կարողանան այս բաղադրությունը անել եւ օգտվել իմ այս բաղադրատոմսից։ Այս բաղադրատոմսը ես միշտ անում եմ, բայց տեսնում եք, արդեն այրում է, ես գնամ լվանամ իմ ձեզ որ ցույց տվեցի, որպեսզի խնդիր չառաջանա։ Սիրում եմ ձեզ, իմ շատ լավ ժողովուրդ։ Կատարեք, որպեսզի լինենք մենք առողջ